Զինվորի տանը, զինվորի կողքին, կրկին վստահելի ու հարազատ մարդիկ են։ Արցրին բանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը եւ բրենդի դեսպան, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը այցելել են զինվորի տուն վերականգնողական կենտրոնի տղաներին հայրենիքի պաշտպանների հանդեպ իրենց խորը հարգանքն արտահայտելու։ Այստեղ արդեն խոհանոցունի Զինվորի տուն բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադրման պահից Արցրին բանկը կենտրոնի մշտական աջակիցն ու գործընկերն է։ Այս անգամ եւս բանկը հանդես է եկել նոր ու եզակի նախաձեռնությամբ, որի մասին բանկի վարչության նախագահը անձամբ է ներկայացրել զինվորներին։ Այսուհետև Արցրին բանկի բանկոմատներում փոխարկման արդյունքում գոյացած մետաղադրամը հնարավոր կլինի հեռախոսահամարին ուղղելուց բացի փոխանցել զինվորի տուն վերականգնողական կենտրոնի հաշվեհամարին։ Հույս ունեմ, որ մեր ազգաբնակչությունը դա օգտվելուց մեծ մասը կուղղի զինվորի տան հաշվեհամարին, միշտ զինվորի տան կողքին կանգնած ենք։ Մեր մաքսիմալ հնարավորությունները կներդնենք, որպեսզի հասնենք մաքսիմալ արդյունքների։ Զինվորի տուն հասարակական կազմակերպության նախագահի խոսքով Արցրին բանկի հետ իրականացված կարևոր ձեռնարկներից է նաև բալահովիտի ծրագիրը։ Բանկը մեծ գումար է փոխանցել Հայաստան համահայկական հիմնադրամին հատուկ հարմարեցված թաղամասի կառուցման նպատակով։ Այստեղ այժմ 8 զինհաշմանդամի տուն է կառուցվում։ Տղաները շուտով իրենց սեփական տներում կապրեն։ Զինվորի տանը երախտագետ են։ 8 տները նախատեսված էին հաշմանդամություն ունեցող, սայլակով տեղաշարժվող կամ անդառնալի ամպուտացիաներ ունեցող եւ չպրոթեզավորվող տղաների համար, ինչպես նաեւ մեծ կացարան, որը հետագայում կարող է հանդիսանալ նաեւ խնամքի կենտրոն բոլոր այն զինհաշմանդամների համար, ովքեր ցավոք սրտի չունեն ընտանիքի անդամներ, հարազատներ։ Որ ես զանգահարել եմ պարոն Անանյանին եւ ասել եմ, մենք այսպիսի նախագիծ ունենք եւ այսպիսի ընտրակով դիմելու ենք, չի եղել բացասական երբևէ որևէ տեսակի առաջարկի արձագանք։ Այցելության ընթացքում զինծառայողներն ու բուժառուները զրուցեցին եւ լուսանկարվեցին Արթուր Ալեքսանյանի հետ, հարցուփորձ արեցին մարզումների, վնասվածքներից հետո վերականգնողական ընթացքի մասին, փոխանակվեցին ձիգ մնալու, հոգեբանական ամրության եւ չհանձնվելու մասին խորհուրդներով։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։